Շնորհակալություն, հարց ուղղում եմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանին։ Տիկին Անդրեասյան, ես գիտեմ, որ Գորիս քաղաքի Աքսել Բակունցի անվան թիվ 1 դպրոցում շինարարական պրոցեսներ պետք է սկսվեն եւ պետք է կառուցվի նորովի սպորտ դահլիճը։ Հարցի հրատապությունը եւ կարեւորությունը կայանում է նրանում, որ տարածաշրջանում Գորիսի նման ստանդարտով սպորտ դահլիճ չկա եւ երիտասարդությունը պատանիները սպասում են օր առաջ այդ սպորտ դահլիճի կառուցմանը եւ ներկայումս հնարավորություն չկա մինչ քաղաքային կամ չգիտեմ մինչ մարզային մրցումներ անցկացնել սպորտ դահլիճների բացակայության պատճառով։ Խնդրում եմ հայտնեք, թե նոր սպորտ դահլիճի կառուցման աշխատանքները ինչ փուլում են եւ մոտորապես ինչ հեռանկար կա ավարտելու վերաբերյալ։ Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, այո, մեր քաղաքականությունն է դպրոցական ենթակառուցվածքները ամբողջությամբ հագեցնել անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով եւ մարզադահլիճը անհրաժեշտ է, որպեսզի մենք համարենք, որ դպրոցական ենթակառուցվածքը բավարար է եւ այդտեղ այլևս անելիք չունենք։ Գորիսի թիվ 1 դպրոցի պարագայում հենց նման իրավիճակ է, որովհետեւ դպրոցական շենքի մնացյալ հատվածը ամբողջությամբ ուրեմն վերակառուցված է եւ նաեւ կա նոր կառուցված մասնաշենք հանդիսությունների սրահով, սակայն մարզադահլիճի հետ կապված աշխատանքները այդ փուլում չեն իրականացվել տարբեր խնդիրներից ելնելով, ընդ որում պետք է ասեմ, որ դպրոցը ունի բավականին լավ մարզադահլիճ, մեծ առանձին տրիբունայով, որը ինչպես ճիշտ նկատեցիք, կարող է նաեւ համայնքային կենտրոնի դերում լինել եւ այստեղ հնարավորություն կլինի հյուրընկալել նաեւ սպորտային տարբեր միջոցառումներ, բացի ֆիզկուլտուրայի դասերից, եւ ներկայումս մենք նախագծման գործընթացում ենք, նախագծի մրցույթը հայտարարված էր, պայմանագիրը կնքված է, մինչեւ տարեվերջ կունենանք մարզադահլիճի նախագիծը եւ եկող տարվա ընթացքում արդեն շինարարությունը կմեկնարկի։ Կարծում եմ սա լավ հնարավորություն կլինի Գորիսի համար իհարկե, բայց պետք է նաեւ հիշեցնեմ, որ Գորիսում մենք կառավարության աջակցությամբ նաեւ գիտեք, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը ՔՕԱՖ-ը սմարթ կենտրոն պետք է կառուցի եւ այստեղ էլ բավականին առաջընթաց կա նախապատրաստական փուլում, տեղադիրքը որոշված է եւ ես գիտեմ, որ այս ծրագրի շրջանակներում նույնպես նախատեսված է սպորտային ենթակառուցվածքների զարգացում, այդ թվում ֆուտբոլային դաշտի ձևով, որը հնարավորություն կտա, որպեսզի Գորիսի մեր քաղաքացիները, երեխաները շատ ավելի ակտիվ սպորտային կյանք ունենան եւ բնականաբար սա մեր ընդհանուր ռազմավարության ու քաղաքականության տրամաբանության մեջ է։ Գորիսի թիվ 1 դպրոցի մարզադահլիճը նախագծվում է, տարեվերջին կունենանք նախագիծը, եկող տարի կսկսենք շինարարությունը։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, այո, իրոք ՔՕԱՖ-ի ծրագրի իրագործման հետ համատեղ նրանք նշել են, որ կկառուցեն նաև ֆուտբոլի դաշտը ամբողջությամբ ժամանակակից ստանդարտներին համապատասխան եւ այո, հաստատում եմ, որ առաջին դպրոցը հանդիսությունների սրահը համապատասխանում է ժամանակակից բոլոր ստանդարտներին եւ շատ լավ հանդիսությունների սրահ ունի եւ վստահ եմ, որ սպորտ դահլիճն էլ այդ նույն ստանդարտներին է համապատասխանելու, այստեղ խնդիրը ժամանակն է եւ շնորհակալություն պատասխանելու։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, պետք է հիշեցնեմ, որ 300 դպրոցների ծրագրի շրջանակներում ներառված են նաև այլ դպրոցներ Գորիսից, ինչը նշանակում է, որ այդ դպրոցներում նույնպես մարզադահլիճների ամբողջական վերակառուցում կլինի, եւ մենք պետք է խոսենք ոչ թե Գորիսում ընդամենը մեկ դահլիճի կամ մեկ հնարավորության մասին, այլ դա պիտի հասանելի դարձնենք յուրաքանչյուր դպրոցում, սա է մեր նպատակը եւ կարծում եմ, որ դպրոցաշինության մեր ծրագրերով մենք իհարկե փուլային տրամաբանությամբ այդ նպատակը կիրագործենք։ Շնորհակալություն։